Պլենում ընտրել են Վարդան Ղուկասյանին, Մարտին Գրիգորյանին, Կարեն Սիմոնյան կարծեմ, Սիմոնյանին, Ռուբեն Մխիթարյանին, թե Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Թե, համ նրանց համ նրանց։ Պարոն Սիմոնյան, մեր Ռոբերտ Քոչարյանին եւ Նայ, ինչ-որ չափ այո, իմանալով, որ այդ մեկը ներկայացնում է, այս մի թեւը մյուսը ներկայացնում, մյուս թեւը գնայով ընտրել են այո։ Պարոն Սիմոնյան, Գնայք 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանին 21% երկրով մեկ ձայն չտվեցին։ Ուրիշ բան ասեմ, 21 թվականին մենք ընտրությունները հաղթեցինք, դրանից որոշ ժամանակ անց Բալասանյան դաշինքը Գյումրիում ավելի շատ ձայն հավաքեց, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավելի շատ ձայն հավաքել, քան Բալասանյան դաշինքը այն 2021 թվականի 54%-ից հետո։ Հիմա այդ մաթեմատիկան ով ասենց քաղաքական բանով մեզ այդպես լավ բացատրելու, որ արդյոք դա չի նշանակում սա կամանա։ Գյումրու կառավարումը փաստորեն այսպիսով տուժելու է, ինչպիսի սցենար է հնարավոր կոմպրոմիսային, որպեսզի Գյումրու կառավարումը հետագայում այդպես չքաշքշվի, չգիտեմ։ Ում այդ կոմպրոմիս։ Իրանք այն 2-3-4 հոգին, որոնք որ իրար հետ միավորվել են եւ ի հեճուկս իրենց նախկինում արված հայտարարությունների, ի հեճուկս իրենց անցած ճանապարհի որոշել են այնուամենայնիվ ապահովել, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, գնացեք իրենց այդ հարցը տվեք։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այնքան բան, ինչքան արել է Շիրակի մարզի եւ Գյումրիի համար, երևի ցավոք սրտի չի հասցրել դեռ անել այլ մարզերի եւ այլ այո իհարկե դե բայ իհարկե բա կարող է մենք ներողություն չեմ կարծում այդպես ես չեմ կարծում որ մենք դա արել ենք Վարդանի կամ ասենք մյուսի համար իհարկե անելու ենք իհարկե տեսեք Գյումրին մեր երկրի մեր իշխանության մեր բոլորի համար ամենավառ ամենասիրուն ամենաուժեղ լուսավոր կետերից մեկն է, ոնց կարանք չանենք, իհարկե։ Պարոն Սիմոնյան, մեր նախորդ հանդիպումից հետո ձեր խմբակցությունը հերթական կորուստ ունեցավ, Իլեն Գաբրիելյանի նկատի ունեմ, եւ ձեր այն մի կորուստներից մեկը Հովիկ Աղազարյանը, որը խոստացել էր, որ ՔՊ-ի հետ համարժեք է քվեարկելու, ձեր վերաբերմունքով պայմանավորված փոխել է իր որոշումը եւ հիմա ի հակադարձ ՔՊ-ի է բանանելու, քվեարկելու։ Ինչ կասեք այս մասին ու ընդհանրապես Հիմա ինչ ենք անելու։ Ինչ վերաբերմունք փոխելու բան չկա, ես իրան վերաբերվում եմ ինչպես յուրաքանչյուր մարդա, որը ունի իր սխալները, ունի իր լավ կողմերը եւ վատ կողմերը, ոչ մի ձեւով ինչ արձագանք եմ։ Ես չէ, պարոն Աղազարյանին ես որևիցե ձևով չեմ նեղացրել, ընդհակառակը մշտապես փորձել եմ իրեն ամեն ինչով օգնեմ եւ իր այս կեցվածքը անկեղծ ասած իմ համար անհասկանալի է, բայց այնուամենայնիվ ես իր նկատմամբ բացասական որ ասեմ տենց ինքը իմ համար տենց թշնամի է կամ հակառակորդը, չէ, մեր նախկին գործընկերն է, որը իր ընտրությունը կատարել է իր բոլոր հետևանքներով։ Էթիկայի հանձնաժողով չստեղծելը կապ ունի 44-օրյա քննիչ հանձնաժողովի բացահայտումների հետ Քոչարյանի։ Չէ, չունի։ Էթիկա 44-օրյա բանի պատերազմի հանձնաժողովը նախաձեռնվել է մեր կողմից, Հայաստանի Հանրապետության վարչապետը գնացել է այնտեղ եւ ամեն ինչ պատմել է եւ այդ հանձնաժողովի գոյությունը եւ եզրակացությունը ամենաձեռնատու եւ ամենամեծ շահառուն Հայաստանի Հանրապետության այսօրվա գործող իշխանությունն է։ Պայմանավորված է ծավալով, պայմանավորված է կարևորությամբ եւ պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր բան պետք է, այսպես ասած, կրկնակի ձևով ստուգվի եւ դա այդ հարցով կարծում եմ ճիշտ հասցեատերը չէ։ Իսկ այն որ էթիկայի հանձնաժողովը որ չի ստեղծում, արդյոք սա նշանակում է, որ ամբողջ խմբը մենք իր անձի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու հարցը չենք քննարկել, Քոչարյան Անդրանիկի մասին է խոսքը, չենք քննարկել, բայց ես արդեն ձեր գործընկերներին ասել եմ, որ ընդհանուր առմամբ էթիկայի հանձնաժողով, բարև ձեզ, էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշում մենք մշտապես ունեցել ենք, որ մշտապես գործող էթիկայի հանձնաժողովը, որ նմանատիպ հարցերի պարագայում մենք փաստի առաջ չկանգնենք։ Բայց ասուլիսը իմ ու քո հարցազրույցը չի թող մնացածն էլ հարցնան։ Նարեկ բաններ ասեմ։ Նախ հստակ է թե չէ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին գնալու է Մոսկվա թե ոչ եւ ԵՄ-ից արդեն բարձր ներկայացուցիչի մակարդակով հորդոր է հնչել, որ այն պետությունները, որոնք կգնան, ցանկալի չէ, ճիշտ է տեխնացու պետություններին է կոչով դիմել այդ պաշտոնյան, բայց Հայաստանը քանի որ այդ գործընթացը սկսել է, հնարավոր է որ վարչապետը չմասնակցի միջոցառմանը։ Լսեք, ես ուզում հասկանամ, մենք ընկալման խնդիր կա, հա, մենք այդ հաղթանակը մայիսի 9-յան հաղթանակը մեր հաղթանակն էլ է։
մենք 300,000 զոհ ենք տվել, 300,000 մարդ, հայ մարդ գնացել եւ չի վերադարձել, էլ չեմ ասում, որ ներողություն եմ խնդրում, բայց դիմադրության շարժումներում տարբեր դաշնային զորքերում էլի հայեր են եղել, որոնք մասնակցել են, դա մեր հպարտության օրերից մեկն է եւ ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը որևիցե ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ եւ այլ տենց բաների հետ։ ԵՄ-ի շատ ու շատ ղեկավարներ այցելում են Մոսկվա, հանդիպում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, բանակցում են, խոսում են, հիմա մեծ բանակցություններ են ԱՄՆ-ի հետ, որոնք տեղի են ունենում Արաբական Միացյալ Էմիրություններում, այսինքն այդ Հայաստանը պետք է իր ամեն ինչը դնի մի կողմ, որ հանկարծակի ինչ որ մի, չգիտեմ, ԵՄ-ի պաշտոնյա դա իրանց տեսակետն է, սա մեր տեսակետն է եւ եկեք մի բան ֆիքսենք, էլի հարաբերությունների մեջ միջպետական լինի դա ԵՄ-ի հետ, լինի դա Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, չգիտեմ, այլ 3-րդ, 4-րդ, 5-րդ երկրի հետ, կա Հայաստանի Հանրապետության դիրքորոշում, որը որ մենք պահում ենք եւ տանում ենք առաջ։ Կարող է ինչ-որ մի երկրի դա դուր չի գալիս, կարող է ինչ-որ մի երկրի այլ քայլ դուր չգա, բայց կներեք մենք մեր շահերը եւ մեր տեսլականը եւ մեր ուղղությունը։ Պարոն Սիմոնյան, իսկ անցած տարի մեր հաղթանակը չէր այդ մայիսին։ Դե մեր հաղթանակներ անցած տարի նախ հարմար չէր, որովհետեւ այլ պատճառներ կար, էլ չեմ ասում հիմա 80-ամյակն է եւ կլոր հոբելյանական տարի է եւ գիտեք ինչ, ամեն տարի աշխարհը իրականությունը եւ ամեն ինչ շատ փոխվում է եւ չի կարելի համեմատել, կարող է հաջորդ տարի օրինակ որոշենք չմասնակցել կամ հաջորդ տարի ընդհանրապես այդ միջոցառումը կարող է որոշեն չանել, չես կարող ասել։ Մի րոպե, մի հատ հարց տա։ Սիմոնյան, այսօր քանի որ կառավարության ծրագրի կատարողականն է քննարկում, ձեր կառավարության ճիշտ ԿՊ-ի նախընտրական ծրագրում Շուշի հատկությունի դեօկուպացիայի հարց կա։ Հիմա այս ծրագիրը փոխվելու է 26 թվականի ընտրություններին, թե այս նույն գաղափարներով է կգնալու։ 2026 թվականին, եթե չեմ սխալվում, 1-2 ամիս կա, մի տարի 2 ամիս կա, չէ՞։ Դե բա ալիմա ինչ է կարծում, ուզում հասկանամ։ Չէ, այս պայդրությամբ արդեն բաց չէ։ Այս պայդրությամբ մենք հենց 2026 թվականի ծրագիրը դեռ չենք գրել ու չենք գրում։ Այսինքն խաղաղության այդ կոնֆլիկտով է գնալու ընտրության։ Մոտավորապես ենթադրում եմ, որ այո, որ խաղաղության գործընթացը պետք է ավարտին հասնենք, եթե միջև այդ բա իհարկե չհասցնենք ավարտին։ Պարոն Սիմոնյան, Ադրբեջանի պետական հեռուստաընկերության հաղորդավարը հայտարարել է, որ իրենց գլխավոր նպատակը Հայաստանի ներսում քաոս ստեղծելն է եւ տպավորությունը, որ որոշ ընդդիմադիր ուժեր սինխրոն աշխատում են այդ նպատակի իրագործման համար, խնդրեմ ձեր դիրքորոշումը։ Դե տենց ակամայից թե ոչ ակամայից, այո, դրա մասին նաև վարչապետը ասել է, որ հաճախ ոնց որ փարոսիկներ լինեն որոշ նաև հանրային գործիչներ, պարտադիր չի դրանք լինեն ազգային ժողովի նիստերի դահլիճում, փարոսիկներ, պասերով ինֆորմացիաներ եւ պասերով թեմաներ շրջանառության մեջ գցելով, դա արդեն հայտնի փաստ է, կարծում եմ դա մեր հեռուստադիտողներն շատ լավ գիտեն։ Դրա դեմ առնելու ինչ-որ միջոց չկա։ Գիտեք ինչ, դրա դեմ առնելու միջոցներից մեկը այդ 2026 թվականի ընտրություններն է, որի մասին որ խոսում ենք, այլ կեթան կտեսնենք այդ մարդիկ նորից կհայտնվեն այս դահլիճում, թե չեն հայտնվի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նկատում են դա, թե չեն նկատում, ինչ վերաբերում է իրավական առումով, դա շատ դժվար է արձանագրել, հա, ինքը ասում է ես քաղաքական գործիչ եմ եւ ընդհանրապես քաղաքական գործիչի խոսքը մեծ հաշվով շատ ավելի ազատ է եւ քաղաքական գործիչը հակառակը շատ ավելի խոցել է քաղաքական գործիչի նկատմամբ որևիցե ձևով մեղադրանք հնչեցնելը, ասում ես քաղաքական հայտարարությունն է եւ դա դառնում է ուղղակի հայտարարություն։ իսկ ձեր գործընկերոջ IT պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Այո, իհարկե։ Հունիսին է։ Այո, հունիսին է, նախնական կտեսնենք ես չգիտեմ այդ գրկելու մասը ձեզ ինչ է այդքան հետաքրքրում, կարող ենք հետո դա քննալ, հա բայց ինչի եք անընդհատ այդ գրկելու մասին, նույն չէ, բայց դրա մասին նամակ էիք գրել, չէ, բայց նամակ գրել էիք, չէ, ինձ դրա մասին, բա անընդհատ ոնց կարելի է գրկելու մասին խոսել, հետո պարոն Քոչարյանին կմեղադրեք, կասեք ինչ որ հայտարարություններ անում։ Հիմա էթիկայի հանձնաժողով ստեղծենք, ասեմ, ինչի եք դուք ուզում անընդհատ այդ գրկելու մասին տեսախցիկների առաջ խոսեն։ Ինչա՞։ Ես ձեզ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս իմ հետ շփումը դադարեցնել, ասեմ ինչի։ Որովհետև դուք մենք մի շենքում աշխատում ենք, դուք լրագրող եք, ես քաղաքական գործիչ եմ, դուք ինձնից հարցազրույց եք վերցնում, պետք է գոնե իրար տեսնելուց ասել բարև ձեզ։ Երբ որ եթե դուք համարում եք, որ ինձ բարև տալու չկա, կներեք, որ ձեզ պատասխանելու էլ չկա։ Հաջան։ Բայց ի՞նչ կա, չէ, չի ցավացել, դրան ոչ չի կարելի անցնել, մարդու հետ աշխատել եւ առերեսվել եւ բարև չտալ, հետո գալ ոնց որ որևիցե
Ոչ միայն դրա մասին։ Դուք գրավոր հարցերի դիմելու բան ունեք, չէ՞, ինչու է աղմկում գետը, գրկելու եք գործընկերոջը, թե չեք գրկելու։ Դուք իրավունք ունեք ուղղելու, ես ձեզ այդ իրավունքի համար պայքարել եմ, բայց ես իրավունք ունեմ չպատասխանելու ձեզ եւ ես այդ իրավունքից անպայման կուղեք։